Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Արմոն հաջողության է հասնում իր հերթական մութ ծրագրում։ Նրա կազմակերպած գյուղական միջադեպը վերածվում է իսկական խառնաշփոթի։ Արմոյի հրահանգով գյուղի տղաները ծեծկրտուք են բեմականացնում, որի արդյունքում Միքոյին բերմանն ենթարկում ոստիկանություն։ Եվ հենց այստեղ է Արմոն իր հերոսական կերպարը հագնում, հայտնվում է բաժնում, վճարում գրավը, ազատում Միքոյին ու իրեն ներկայացնում որպես անկեղծ բարեկամ, ով պատրաստ է առանց որևէ շահի օգնել Միքոյին։ Բայց Միքոն հիմար չէ։ Նա զգում է վտանգը, հասկանում, որ Արմոյի դերը այս պատմության մեջ պատահական չէ։ Նրա հայացքը լի է կասկածով, նա չի վստահում այդ բարերարին։ Այս ամենից հետո Արմոն առանց հապաղելու գնում է Հայկի մոտ։ Նրա նպատակը մեկն է՝ ցույց տալ, թե ինչ մեծ բարություն է արել, ինչպես է մտահոգված Միքոյի ճակատագրով, ու իբր թե որքան կարևոր է նրա ընտանիքը իր համար։ Արմոն նշում է, որ հենց ինքն է դուրս բերել Միքոյին բաժնից, բայց Հայկը, լսելով այդ խոսքերը, զայրանում է։ Նա պահանջում է պարզաբանում, ինչու է փորձում կեղտոտ ձեռքերը խառնել իր ընտանիքին։ Մինչ Հայկը փորձում է պաշտպանել եղբորը, պահել ընտանիքի պատիվը, Միքոն, ինչպես սովորաբար լինում է, գործում է ի հակադրություն։ Նա հանդիպում է Աբոյի հետ։ Քեռին, որ միշտ փորձել է խաղաղություն բերել, փորձում է բացատրել, որ այդքան ատելությամբ առաջնորդվելը սխալ է, հատկապես, երբ խոսքը հարազատ եղբոր մասին է։ Բայց Միքոն կտրուկ է ու կույր իր վիրավորվածությամբ։ Նա ասում է, որ իր դժբախտությունների մեղավորը հենց Հայկն է ու զզվում է նրանից, ատում նրան։ Այդ պահին Աբոն չի դիմանում։ Մի ուժեղ ապտակ է հասցնում Միքոյին, փորձելով բացել նրա աչքերը։ Եվ իսկապես, ինչ որ մեկը պետք է վերջապես կանգնեցներ Միքոյին ու ասեր, որ այս ճանապարհն անհետևանք չի անցնելու։ Նարեի կյանքում էլ հանգիստ չէ։ Նրան հաջողվում է համացանցով գտնել իր հորախորը, Լալային։ Սա մի քայլ է, որից նա չէր հրաժարվել։ Նարեն այդ լուրը պատմում է մորս Անիկին։ Վերջինս խորը վախով է ընդունում լուրը։ Նա զգում է, որ Նարեն սկսել է վտանգավոր խաղ, բացելով դռներ դեպի անցյալ, որոնք տարիներ շարունակ փակ են եղել։ Բայց Նարեն վճռական է։ Նա ասում է, որ անելու է ամեն ինչ, որ կապը Լալայի հետ վերականգնվի եւ նույնիսկ Լալան վերադառնա տուն։ Անիկը զգում է, որ այլևս չի կարող կանգնեցնել դստերը։ Սակայն Նարեի մաստեղ ամենամեծ ցնցումը դերը առջևում է։ Նա խոսում է Հայկի հետ ու հասկանում, որ վերջինս մտադրություն ունի վերջ դնելու իրենց հարաբերություններին։ Հայկը խոստովանում է, որ իր եւ Նարեի կապը մեծ սխալ է։ Տարիների ընթացքում այնքան բան է կուտակվել, որ իրենց սերն արդեն դատապարտված է։ Նարեն լսում է այդ խոսքերը ցնցված, բայց հպարտ։ Նա ասում է, որ ինքն այնքան կարևոր մարդ չէ եղել Հայկի համար, որ նա պայքարեր իրենց միության համար։ Հայկը չի հակաճառում։ Նա ընդունում է այդ խոսքերը, հրաժեշտ է տալիս ու անջատում հեռախոսը։ Այսքան սեր, զգացմունք, սպասում, ընդամենը մի պահում դառնում են հիշողություն։ Այսպիսով Նարեն ու Հայկը բաժանվում են։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ով է մարմնավորելու Սաքոյի քրոջ Լալայի կերպարը։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Սև։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար եմ սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը։ Ես չափեցի եւ հիմա դա ինքի սարսափելի քիչ 81 սանտիմետր։ 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70։
հասկանալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա բան ստացվել, բայց